Իրանի վեսատ տեք տուղտուկի Պատիժ է թե ամփոտ ու անձևոտ Զավեշտ է թե կոնկրետ շակատագիր դոմինո Այ կսկինո Ես պատմության մեզ պատճարն ու հիմնակարը Ընկերության համար արկածենով Հանուն կողիտ է հանուն սիրո նկարը Կոչվում է շատ պարզ դոմինո Եվ կանչունի խոհարար ես դու դեմերսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո դոմինո Ոչ սովորական կինոն ես կսվում պատմությունը մեր Այստեղ ոչ տերն ունի շուն ոչ է շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո դոմինո Ոչ սովորական կինո Այն կոչվում է դոմինո Սաղ մեր հաշիվները սառացրել են, ես լացեցի սոկըտ սառացնեմ, լավ չի։ Հուսանք հենց դատարանի որոշումը լինի, մեր հաշիվները կալանքից կհանեն։ Այ լավ ես ասում էլի, որ ասում ես հենց, ապե ջան, հենց, իսկ այդ հենցը լավագույն դեպքում 2 ամսից է լինելու։ Ինչ ես առաջարկում։ Առաջարկում, որ վարկ վերցնենք։ Դու երևի ուզում ես ասես վարկ գողանանք կամ խլենք, որովհետև Այս մեր վիճակում մեզ ոչ մեկ վարկ չի տա։ Դու արխային ապեր, այսօր Հայաստանում այնքան քիչ վարկառու է մնացել, որ ոչ երաշխավորող են ուզում, ոչ էլ գրավ։ Ընդամենը կարողանաս ինքնուրույն շնչես։ Բայց հենց այդ նույն Հայաստանում 50 միլիոն պարտք ունեցողը համարվում է անշունչ։ Զարմանում եմ, ես կոստյում շալվարի ներսից։ Ոնց է սպարտիվնի ռետուզի տեքստեր դուրս գալիս։ Ապեր ուշադիր ինձ լսի, ուրեմն մի հատ վարկային կազմակերպություն կա, որը համաձայնվել է մեզ ընդառաջ գնա։ Ավելի ճիշտ, ընդամենը մի հատ վարկային կազմակերպություն կա, որը համաձայնվել է։ Ու ինչ է պետք անել դրա համար։ Դե առանձնապես ոչ մի բան։ Ընդամենը պետք է որ իրենց մասնագետը գա, այտենց լուրջ կոմփանիի տպավորություն թողենք, էլի հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Դե երեխեքը գնան գան, ինչ որ բաներ տանեն, բերեն, այտենց խիստ գործնական վիճակ լինի։ Դու մեկի վրա գոռաս, ես մեկի վրա մունատ գամ։ Չգիտեմ, մի ծանր բանով խփեն գարիկի գլխին։ Տենց մի խոսքով իրենց աչքերին թոս փչենք, հասկացար։ Երեխեքից Լիլին չի կարա, որովհետև այդ քո ասած խիստ գործնական դեմքը հակել ու գնացել է հարկային։ Իսկ երեխեքից կառանել չկա։ Այսօր իր ազատորն է, իսկ ազատորով մորթեսել չի գա։ Դե իրականում որ իմանա ես եմ մորթելու կգա, բայց ինձ մորթես, իրան չեմ մորթ։ Անում մեզ էլի մարդիկ են պետք։ Դե մտածի, խելքը թաղորի տակ աշխատում է։ Անջան, ինչ կա, ոնց ես, լավն ես, կտնում եմ լավ ես, թե չէ շատ լավն ես սրանից լավ էլ ուր։ Լավ եմ, մերսի։ Բան, էլի, ասում եմ, են մյուս թղթերն էլ մի հատ նայի սաղ կարգի բեր, որտև վարկայինից մարդ է գալու, տենց խայտարակ չլնենք, էլի հանկարծ։ Խնդիր չկա, բայց եթե չես ուզում խայտարակ լինենք, լավ կանես իրան էլ չհարցնես լավն է, թե չէ։ Ես որսի վարպետ չեմ, բայց այնուամենայնիվ որսացի քո ոչ անտարբեր հայացքն առ Աննա։ Հույս չունենաս։ Դու Աննային երբեք չես ասնի։ Արթուրիկ, գիտես, ռուսը մի հատ լավ բան է ասում։ Никогда не говори никогда։ Չէ։ Ասում պաշուլդ քաշի։ Այդ սոկը որ խմես հատիկները չմոռանաս հավես։ Բարի օր։
Բարի նուրբ հասված Նորիկ ջան։ Այսօրը շատ բարի է, համարյա սամարացի է։ Այսօր Միկայի համար մի աներևակայելի աղջիկ եմ կանչել։ Ժաննա։ Էփող, թափող, անող, տնող։ Ժաննա։ Ատեստատը կարմիր, դիպլոմը կարմիր։ Ժաննա։ Խնձորը հաստատ։ Ժաննա։ Այդ ամենը շատ լավ է, բայց պետք է նախորոք ասել, չէ՞։ Ես էլ միշտ շատ լավ աղջիկ եմ ճարել։ Ամեն ինչը կարմիր, դիպլոմը, ատեստատը։ Ու հեսա գալու է, խնդրել եմ որ գա։ Չես կարող այդ աղջկան ասես, ասենք վաղը գա։ Դու գիտես ես քանի հազար մարդ եմ խառնել, որ այդ տեսակ հալալ կատնակեր աղջիկ ճարեմ։ Այդ երեխեն արդեն հասնում է Երևան։ Ես ո՞նց զանգեմ իրան տենց բան ասեմ։ Բայց չի ասի, հորքուր, ես արդեն տժում ես վրես։ Կարող եք մեզ շնորհավորել։ Այ տղա, այդքան շուտ։ Մակնիկդ ասում էր հələ 5 ամսական է։ Միկայի համար հրաշալի հեքիաթային աղջիկ եմ գտել։ Չնայած ինչ եմ գովում, հեսա կգա ինքներդ կտեսնեք։ Ոստ է հեսա գա։ Ես ոնց տեսնում եմ դու այս կոնկուրենցիային չես դիմանա։ Այս գործի համար լուրջ ներդրում է պետք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հենա, լավ էլ աշխատում եք, էլի ոնց հասկանում եմ ամեն մեկդ մի հոգի բերել է։ Բայց կարելի էր մի քանի հոգի էլ բերել, էլի։ Միք ջան, հավատա մենք ուզում ենք քեզ օգնենք։ Յո, բայց ինչի մենակ ինձ, ինչի դուք ուտեղ օգուտ չունեք։ Բայց ինչ օգուտ պետք է ունենանք։ Իսկ ոնց ես իմացել։ Դոք, այսինքն ոնց ես իմացել։ Այդ վարկային կազմակերպության հետ այստեղ են խոսացել։ Չէ, դոքի գլխին ոչ մի բանով պետք չի խփել, արդեն խփած, հա։ Բայց որ մի քանի հոգի էլ բերեիք, ավելի լուրջ տպավորություն կթողեինք ու այդ մասնագետը որ գար վարկը կհաստատեր։ Չնայած չէ, որ ինձ լսեք մի հոգի կարելի է հետ ուղարկել։ Իսկ այդ ինչ վարկ է։ Ոնց։ Բայց եթե դուք այդ վարկից տեղյակ չէիք, այս աղջիկներին ինչ եք բերելու։ Ոնց տեղյակ չէինք է։ Ով տեղյակ չէր։ Գարիկը ուղղակի ուզում է իմանա քանի տոկոս է, ինչ վարկ է, այսինքն ինչ պայմաններ են։ Ստեղծված իրավիճակում աստվածային, իսկ քանի որ Աստծո գործերը անքննելի են, հիմա ինչ ասում եմ չի քննարկվում։ Հենց այդ մասնակետը եկավ, լուրջ դեմքերով սաղը ձև եք բռնում, որ ստեղի աշխատող եք։ Ու օրինակ դու Սիրուն ջան, ինձ պայմանագրերն ես բերում, որ ես ստորագրեմ։ Դու հաշվետվությունն ես բերում մոտս։ Դու կաբինետ չես գալիս, էլի։ Դու իբր ստեղի այս սենյակի աշխատողն ես։ Ալո։ Այո։ Իհարկե հիշում եմ, արդեն գալիս եմ։ Գալիս եմ, իհարկե գալիս եմ, արդեն մեքենայով հասնում եմ։ Ապա ես պիտի գնամ։ Ո՞վ պիտի գնամ, ուր պիտի գնաս, ոչ մի տեղը չես գնում։ Պայմանավորված եմ, հաճախորդ ունեմ, ֆոտոսեսիա եմ ասում։ Բա ես։ Դե հենա ասեց էլի թղթեր կտանես կբերես։ Այ դե Միկան ինքն է, ավելի ճիշտ ինքը Միկան է, չֆայմեցել ծանոթացնեմ։ Հաճելի է։
Ոնց հասկանում եմ, դոկտոր Ժան-Կլոդ Վան Դամը անցել են գործի։ Ով։ Դե դոկտորը, Ժաննան, ու այն Վան Դամը մեր ոսկեցիլիկի համար սկսել են աղջիկներ ճարել։ Բայց ես մենակ այդքանի դեմ ոնց պայքարեմ։ Չեմ սիրում խոսել անիրական բաներից, բայց ստիպում ես։ Ախր Աննա, ուր մնաց քո կանացի տրամաբանությունը։ Արթուր, ասելիքդ ասա։ Ներվայնանում եմ, երբ մածունի մասին խոսքը սկսում ես դաշտում աճող խոտից, որ կովը պետքա ուտի ու տենց։ Մի կան ինչքան էլ անկառավարելի թվա, միևնույն անկերների ազդեցության տակ ընկնող է։ Հենց որ դու հիմա ավելի շատ պետք է աշխատես, որ Գարիկը ու հատկապես Նորիկը քեզ հավանեն, որ եթե իրանք քեզ հավանեն, էլ աղջիկ մանչեն գա։ Եթե ասածս հասկացար, ուրեմն առաջ։ Եթե չհասկացար, ուրեմն առաջ ավելի խելացի էր։ Այդ որ ձեր մոտ ավելի էժանա, պիտի ուշանաք։ Չէ։ Իմ նկարները գուցե էժան են, բայց նրանց գեղարվեստական արժեքը չափազանց բարձր է։ Հետո իմ ուշանալու պատճառն այն էր, որ ես արդեն մտովի պատկերացնում էի, թե ինչ դիրքերով եմ ձեզ նկարելու։ Սկզբում կանենք ժամանակակից ֆոտոներ, դե dark face բան, հետո գեղեցկությունը ընդգծելու համար կանենք խոշոր պլանով նկարներ, իսկ արդեն ավելի ուշ կանացի խորհրդավորությունը ընդգծելու համար թույլ լուսավորության ներքո կանենք գիշերային զգեստներով նկարներ։ Ինչ կասեք։ Նկարվողը ինքն է, իրան էլ հարցրեք։ Փոխվեմ։ Դե չէ, սկզբում դիմանկարներ կանենք։ Այդ հլհեջ, բա որ իմանաս ոնց Անուշիկս ավելուկ հյուսում։ Ինչ մենակ հյուսում։ Ընենց կոսա սարքում, ընենց ստրիշկ եք անում, որ էլ ասելու չի։ Ասացես ինչ է, հեչ որ չէ Վարսավիրի գործը ունի։ Լավ, ձեզ հետ շատ հաճելի էր, բայց ես գնամ։ Չէ, Մարինա ջան, ուր ես գնում։ Իրանց հետ խոսացել եմ, ասել են Արշալույսին հասնում է։ Ոնց Արշալույսին, ահա բայց ես այդքան չեմ կարա սպասեմ։ Արշալույսը այդ վարկային կազմակերպության աշխատողի անունն է, էլի։ Լավ, Նիկա ջան, ես հանուն քեզ կսպասեմ։ Թե չէ քեզ թվում է Անուշիկս հանուն Նորիկի է սպասում։ Հիմա գլուխը մի փոքր աճ։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։ Սպասում եմ ընկերուհուս նկարը կվերջացնեք։ Լավ, հիմա փորձեք մի փոքր ավելի սեքսուալ տեսք ընդունել։ Քիչ առաջ։ Չէ, դուք չէ։ Այսինքն դուք, բայց ընդհանուր չէ, էլի մասամբ, միայն վերևի մասը։ Հիմա գլուխը ու որովայնը մի փոքր հետ։ Ահա, ու մի քիչ էլ հետ։ Չէ, պատկերացրեք ուզում եք նստեք աթոռին, բայց աթոռը թեքած է։ Ահա, լավ է։ Ոնց է։ Նարա, ես ուշանում եմ, գործ ունեմ։ Ոնց հասկանում եմ, դուք դեռ գիշերային զգեստներին էլ չեք հասել։ Լավ, եթե շտապում գնա։ Չէ, մի գնացեք, էլի։ Այսինքն, եթե գնում եք, կարող եք միասին գնալ, որովհետև կարծում եմ գիշերային զգեստներով ֆոտոները տեղին չեն։ Ինչի։ Դե հասկանում եք ձեր ընկերու որովայնը, ավելի ճիշտ փորիկը, մի քիչ մեծ է էլի ու այնքան էլ գրավիչ չի։ Այ ուրիշ բան եթե դուք լինեիք։ Գարիկ։ Ասում ես փորիկը մեծ է, հա։ Կյանքս, բայց մենք այն չաղի մասին ենք խոսում։ Չաղը դու ես հիմար։ Լսի, մենք ինչ ենք պայմանավորվել։ Որ այստեղ մենակ երեխաներին պիտի ֆոտոսեսիա անես, չէ։ Դե
Կյանքս ինքն էլ ոնց որ իր մոր երեխեն է, էլի։ Համել ես չի պատկերացնում, որ ինքը սենց մեծ է, հեռախոսով լրիվ փոքրի ձայն ուներ։ Նարա, գնացինք։ Դու ինձ դավաճանում ես։ Կյանքս հանգստացի, իմ արև տենց բան չկա։ Տղուս արև եմ երդվում, ես այդ չաղ հետ կապված ոչ մի պլան չեմ ունեցել։ Բայց Նիհարի։ Դե Նիհարն էլ դրա ընկերուհին էր։ Ազի Զուքարանը։ Զուքարանի տեղն հարցնում։ Դուրս արի ուղիղ դեպի աջ։ Մի րոպե, ինչ զուգարան է, ոչ մի զուգարան։ Զուգարան։ Հետո լսում են լորեցիները միամիտ են, հենց շուստրին նայ, նոր փախնելու ձև ես մտածել, Այ տղա։ Հա, բայց այդ երեխան կարող է իրոք կարիք ունի։ Ժաննա, սկի դու չես հավատում, ասում ես կարող է, ես ոնց հավատամ։ Բայց ես իրոք կարիք ունեմ ախր։ Հանուշիկ ջան, այսօր սաղազն է կարիքի մեջ։ Ոնց սաղն ես էլ դու, անցան։ Նստի, Ազիզ ջան, նստի։ Այսքան դիմացել ես, էլի կդիմանաս։ Դու նայ հանկարծ մարդ չպակասի, ես գնացի, արի։ Աննա ջան, մի քիչ հետո ստեղ մի հատ տղա է գալու, Արշալույս անունով, իրան կուղեկցես իմ աշխատասենյակ։ Արշալույս։ Լավա չասացիր Վաղորդյան։ Կարող ազգանունն էլ Վաղորդյան է։ Նորա։ Միք ջան, բոլորը տեղում են, մարդ չի պակասել։ Ժաննային բաց թող գա մի հատ էս պոլը նորից սրբի։ Արագացրու։ Մեր ընկերության մեջ հավասարություն է։ Այսօր ինքն այնց ինչ-որ բան ասում, որ անեմ, վաղը ես իրան կանեմ, կասեմ, որ անի։ Ես բան չասեցի, Նորիկ ջան։ Հետ 2 միլիոնը ինձ էլ կտակած լինեին, իմ ասածներն էլ կանեիք։ Вообще-то վարկ ստանալու համար ոչ թե պոլերը պետք է մաքուր լինեն, այլ վարկային պատմությունը։ Ես երևի դուրս գամ, հա, ձեզ չխանգարեմ։ Երևի։ Միք, քեզ բան ունեմ ասելու։ Միք։ Ես ոչ միք, ոչ երկու արդեն միք։ Հետաքրքիր է։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Միկային եմ ուզում։ Դու էլ։ Ինչպես։ Հա, ուզում եմ ասել, դուք էլ եք իրան հարցնում, որովհետև էլի մարդ էր հարցնում, բայց չկարողացան գտնել Միկային։ Ես մի փոքր ուշացել եմ, այնպես որ հիմա էլ ես կսպասեմ իրեն։ Իսկ ինչ հարցով եք եկել, որ։ Ներեցեք, վստահ չեմ, որ դա ձեզ հետ պիտի քննարկեմ։ Բան ենք պայմանավորվում, բայց ինձ թվում աղջիկ է ուղարկել, հա։ Ազիզ ջան, իսկ ես Գարիկն է ուղարկել, թե Նորիկը։ Ես ձեր ասած մարդկանց չեմ ճանաչում։ Լավ, այսպես ասեմ, քեզ ակնոցովն է ուղարկել, թե մուսկուլներովը։ Ինձ մեր ֆիրման է ուղարկել։ Այդ արդեն ֆիրմայի մակարդակով են, հա, մտել խաղի մեջ։ Ներեցեք, կճշտեք Միկան երբ կգա։ Իհարկե կճշտեմ, Ազիզ ջան, բայց բացարձակ ցանկություն չունեմ ճշտել։ Ինչի։ Դե նայում եմ։ Տեսքդ տեղը։ Խելքդ տեղը։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե դու ինչ գործ պիտի ունենաս այդ դուրակի հետ։ Այսինքն։ Դե ոնց որ ասում են, Միկան իմ շեֆն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։ Միկան անպատասխանատու, անպարտաճանաչ, անլուրջ խաղամոլի մեկն է։
պարտքերի մեջ թաղված, կործանված մարդ է, կործանված, այնպես որ խորհուրդ կտամ նրա հետ ոչ մի գործ չբռնեք։ Հավատա գիտեմ ինչ եմ քեզ ասում, հավատա իմ փորձին։ Այ մեր էս մի շեֆների ուրիշ պատմություն է։ Ինքը մեջներից ամենակարգին տղեն է, ափսոս ամուսնացածը։ Եթե ձեր շեֆերից ամենակարգին տղեն ինքն է, ուրեմն ես այստեղ անելիք չունեմ։ Հա, ձեր Միկային էլ կասեք, թող վարկի համար մեր կազմակերպությանը այլևս չդիմի։ Ինչ վարկ։ Իրապես վարկ։ Արշալույս։ Այո։ Բարև ձեզ։ Հաջողություն ձեզ։ Մի րոպե մի գնացեք, էլի։ Հայ, մի գնացեք։ Ձերքս։ Հավատացեք, որ դուք հիմա գնաք, դա ինձ համար հավասարազորվա մահվան։ Կարծում եմ, որ ձեր մահն արդեն իսկ ձերի հետևում է։ Տականք։ Սով, Արշալույս, մի րոպե սպասեք։ Արշալույս, Սոֆալույս, Արշ։ Մարդ չի երևաց, է? Որովհետև իրանց ֆիրմայից զանգեցին, ասացին, որ իրանց մասնագետը պիտի ստեղ լինի։ Կարող է այդ նորվա հիստերիկներ։ Ինչ հիստերիկ։ Գարիկ ջան, դու ասա, դու ոնց որ դրան ինձանից էլ շուտ էիր տեսել։ Ապեր հա, մեկը մտավ սենց նայեց կողքերը, բայց ինչ փոքր տարածք հա, ես գիտեի լուրջ հիմնարկ է, ես Ինչ խարտուղարուհի ունեք, ոչ բան։ Հա, տենց էլ ասեց։ Բա ինձ ինչի չկանչեցի։ Ապեր ուզում ենք կանչեինք, աստի սպասեք ստեղ գնամ Միկային կանչեմ, ասում է թող ձեր Միկան ինձ սպասի։ Հա, հենց այդպես էլ ասեց։ Լավ, ես կպարզեմ ինչ ա եղել։ Մի քեզ պետքա ծանր տեղը թեթևացնես, հետո այդ լրիվ գիժեր, քեզ ինչ ասես կարա պատմի։ Ինչ ասես կարա ասի։ Լավ, ես կճշտեմ ինչ ա եղել։ Իսկ դուք աշխատանքային, անցեք գործի։ Անուշիկ, բանես, թրանք։ Տղեկ ջան, բայց ախր դուք հերթագրված չեք այսօր մոտս։ Հուսով եմ մեզ որպես 1000 տարվա ընկերներ առանց հերթ կընդունես։ Հարց չկա, բայց մենակարակ էլի մարդ է գալու էսա։ Հələ նա են հենց խոսում որ ոչ մի բանից տեղյակ չի։ Մենակ չասեք տղես ծնվել է։ Ես ձեր ջանին մեռնեմ։ Տղեկ ախր բայց ես ինչ կապ ունեմ։ Հետո ես ինչ իմանայի, որ այդ աղջիկը վարկային է։ Համել ես մտածում եմ Արշալույսը տղու անուն է։ Ապել հարց չկա, ես քո կպցնելու փորձերը լրիվ հասկանում եմ։ Բայց այն Նորիկը ինչ։ Նորիկը չի հասկանում։ Դու ոնց ես կստենց բաներ թույլ տալիս, երբ հղիկին ունես։ Հենց որ ոնց ուզում ես գցի բռնի, պիտի պատասխան տաս։ Նորո չխփեց, աղբերական չխփեց։ Լավ, համաձայն եմ, սխալ եմ։ Պատժեք ինձ, բայց մենակ սենց չէ, էլի։ Te tuktuki Patyże cię am fotu Andrzewot oh oh Zabierz te konkret Czeka na gir domino oh oh Aj Kristino Jest podpucjane z paciarnu himna kaga
Ես հարկավոր